2026-ի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանն օգնություն է խնդրել Եվրամիությունից։ Այս մասին այսօր Բրյուսելում հայտարարել է Դաշինքի արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Եվրոպացի պաշտոնյայի հայտարարությունը հնչել է այսօր առավոտյան Եվրամիության անդամ պետությունների արտգործնախարարների եւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի Բրյուսելում կայացած աշխատանքային նախաճաշից առաջ։ Հայերը դիմել են մեզ խնդրելով արտաքին միջամտության դեմ պայքարում նույնպիսի աջակցություն ցուցաբերել, ինչպիսին մենք տրամադրել էինք Մոլդովային, նշել է Կալասը։ Բերլինում ավարտվել են Ուկրաինայում խաղաղության հաստատման ուղղված ամերիկյան ծրագրի նվիրված բանակցությունները, դրանք մեկնարկել էին նախօրեին եւ շարունակվել ավելի քան 5 ժամ։ Այսօր արդեն կողմերը բանակցել էին շուրջ 2 ժամ բանակցությունների արդյունքների մասին, սակայն առայժմ որևէ տեղեկատվություն չկա։ Բերլինում ընթացող բանակցություններում Վաշինգտոնի ներկայացուցիչներ Սթիվ Ուիտկոֆն ու Ջարեդ Քուշները շարունակում են Կիևից պահանջել դուրս բերել ուկրաինական զորքերը Դոնբասից, հաղորդում է France Press գործակալությունը սեփական դիվանագիտական աղբյուրները վկայակոչելով։ Գործակալության տեղեկություններով, սակայն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առայժմ չի համաձայնում գնալ այդ քայլին, պնդելով, որ Դոնբասից զորքերի դուրսբերումը Կիևի համար մեջբերում կարմիր գիծ է։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստվում է համաներում հայտարարել, այս մասին հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, որի տեղեկություններով համաներման ակտի նախագծի համաձայն ազատազրկման վայրերը լքելու են մեջբերում Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պաշտպանության համար մղած ռազմական գործողությունների, այդ թվում հայրենական պատերազմի եւ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից 20-ը անցկացված հակաաբեկչական գործողությունների մասնակիցները։ Ալիևի հրամանագրով համաներումը տարածվելու է նաև ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների կամ անհետ կորածների մերձավոր հարազատների, ինչպես նաև այն մարդկանց վրա, որոնք մեջբերում հաշմանդամություն են ստացել Հայաստանի Հանրապետության կողմից խաղաղ բնակչության դեմ զինված սադրանքների հետևանքով։ Կիրակի օրը Սիդնեյում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման զոհերի թիվը հասել է 16-ի, զոհերից ամենաերիտասարդը 10-ը, ամենատարեցն 87 տարեկան է։ Հարավային Նորուելս նահանգի վարչապետ Քրիս Մինսի տեղեկություններով վիրավորների ընդհանուր թիվը գերազանցում է 4 տասնյակը։ Հարձակումը տեղի է ունեցել Սիդնեյի ծովափերից մեկում տեղի հրեական համայնքի կազմակերպած կրոնական տոնակատարության ժամանակ ավստրալական իշխանությունների փոխանցմամբ ահաբեկիչները նախկինում կապեր են ունեցել իսլամական պետություն խմբավորման հետ։ Հարձակման հեղինակներից մեկին սպանել են ոստիկանները, երկրորդը զինաթափվել է ահաբեկչության վայրում հայտնված շարքային քաղաքացիներից մեկի կողմից։ Աշխարհի ամենահայտնի թանգարաններից մեկի Լուվրի աշխատակիցներն այսօր անժամկետ գործադուլ են սկսել բողոքելով հաստատության թեր ֆինանսավորման դեմ։ Լուվրի աշխատակիցների արհմիությունը հայտարարում է աշխատանքային ծանր պայմանների մասին։ Արհմյութենական առաջնորդների պնդմամբ ամեն օր ավելի քան 30,000 այցելու ընդունող Լուվրի շենքը վերանորոգման կարիք ունի, թափուր հաստիկների մի զգալի մասը տարիներ շարունակ չի հաջողվում լրացնել, ինչի հետևանքով աշխատանքային ժամերի ֆիքսված ժամանակացույցը խախտված է։ Գործադուլավորները նաև բողոքում են Լուվրի մուտքի վճարը Եվրամիության երկրների քաղաքացի չհանդիսացող այցելուների համար 45%-ով ավելացնելու Ֆրանսիայի կառավարության մտադրության դեմ։ Լուվրի աշխատակիցների համոզմամբ գործադիր իշխանությունը պետք է մեծացնի թանգարանի ֆինանսավորումն առանց այցելուներին պատժելու։